Լիլ, երեք խանութում մի հատ նենց սիրուն շոր եմ տեսել, կցնդվես։ Որ խանութում։ Բարև ձեզ, ասեմ, որ գնաս ինձանից շուտ առնես այս շուստերի։ Ձիտս մնագծի մեջ երկրորդ գծով Ալենն ա զանգում։ Բարև Վագր։ Բարևս, ոնց ես։ Լավ, դու ոնց ես գիշատիչ։ Ես էլ եմ լավ, շաբաթավերջ քեզ փարթի եմ հրավիրում։ Ոյ, լուրջ ես ասում։ Մերսի շատ, մի վարկյան գծի մեջ մնա։ Աղջի, հեսա մի հատ բան ասեմ, կոչնչանաս։ Նոր Ալենից փարթի հրավիրեց։ Լուրջ։ Պապայի արև, լավ գծի մեջ մնա։ Կներես Ալենս։ Դե ես ավտոյով քո հետևից կգամ։ Ավտոյով ես հետևիցս գալու։ Մի վարկյան։ Աղջի, հեսա մի հատ բան ասեմ, կքայքայվես։ Ինչ։ Ալենը հետևիցս ավտոյով ա գալու։ Գծի մեջ մնա, հեսա կգամ։ Վագր, էդ ինչ փարթի է։ Բլու փարթի է, պետքա բոլորը կապույտ շորերով լինեն։ Դու ունես չէ կապույտ շոր։ Իհարկե ունեմ, էդ ինչ է որ չունենամ։ Դե առայժմ։ Պակա։ Կյանք, վրաս կապույտ շորա պետք դու ունես։ Ունեմ, բայց չեմ տա։ Լավ, այն խանութի տեղը կասեմ։ Ուրեմն կտամ։ Ինչ թարախ ես, բայց դու կյանք։ Ես անգամ էլ չկա։ Էդ ինչ էր ման գալիս, որ չկա։ Անհայտ կորածների բաժնում մորդ անուն ազգանուն է։ Հիմար։ Հələ սպասի սպանությունների բաժնում նայեմ, կարող է բախտս բերի։ Նշան ես մյուս համարի դժբախտ պատահարների բաժինը դու գլխավոր ես։ Ինչ պատահար։ Հայտնաբերվել է Գառնիկ Ազիզյանի դին։ Խարտոցը աչքի մեջ։ Ձյաձ, եսի մեջ նոր գերբնական ունակություն եմ բացահայտել։ Ինչ ունակություն։ Զուգարանից դուրս գալուց արդեն հետևիցը ջուրը քաշում ես։ Չէ, ես կարողանում եմ մարդկանց մտքերը կարդալ։ Հիմա ես կասեմ, թե դու ինչ ես մտածում։ Ես Գառնիկի բեղերը ոնց ա վրես ազդում։ Բայց ես տենց բան չեմ մտածում։ Հիմա սպասի պապայի մտքերը կարդամ։ Ռուզանը արդեն այն չի, ժամանակն է մի աջայել աղջիկ կպցնել։ Գառնիկ ճիշտ է ասում։ Իհարկե ոչ։ Ոնց կրա եսի ճիշտ բան ասի։ Մամ ջան, իմ գործը զգուշացնելն էր, հետո ուշ կլինի գլխիդ կտաս։ Հա, մի վարկյան։ Ես իմ այցեքարտն է, ցանկացած բային կարաք դիմեք։ Ազատ, թե։ Սխալ եմ տպե, թե չի։ Լուրջ ես ասում։ 1000 անգամ այդ տպարանում ասեցի, որ Ազատը թեյով չի գրվում, այլ դեյով։ Ազատ։ Ազատ ես ինչ ես անում։ Ազատ։ Ահա, վերջացրեցի։ Անգրագետները այցեքարտերի վրա անունը սխալ են գրել։ Ազատ սխալ ես ուղել։ Քո անվան վերջի տառը Տ-ն է, ոչ թե Դ։ Լուրջ ես ասում։ Հա։ Հազիվ այսքանը ուղել էի։ Ազատը։ Միտ կարդացող Ազատ Ազիզյան։ Հա, ուզում ես մտքերդ կարդամ։ Տենաս դոշերիս մազերը երբ են աճել ինձ տղամարդը զգամ։ Ես տենց բան չեմ մտածում։ Լևոն ջան, 10-ից ես եկե հաստատ սոված կլինես։ Հա, մամ։ Ափսոս տանը ուտելու բան չկա։ Իսկ ես որոշել եմ այսօր հաս չուտեմ։ Ինչի։ Ուզում եմ հոգիս մաքուր լինի եւ իմ այս միտք կարդալու շնորհքը ավելի կատարելագործեմ։ Ուզում եմ Աստծուն մոտիկ լինեմ։
Ազատ, եթե մի քանի օր հաց չուտես, հաստատ Աստծո հետ անձամբ կծանոթանաս։ Ես արդեն տանն եմ, ու ձերին ադու ուրախ եմ։ Ազատը։ Նայք ինչ ունեմ, Ձեր պապ։ ֆուտբոլի տոմս։ Տանը ուտելու բան չկա, դու ֆուտբոլի տոմս ես առել։ Ռուզան, աշխատավարձ եմ ստացել, աշխատավարձ։ Դե փող տուր ուտելու բան առնեմ։ Ալո։ Հա։ Անպայման։ Շատ լավ։ Լևոնի դասղեկներ, ասեց 3 օր դաշ չի լինելու, քաղաքում շատ ուժեղ վիրուս է տարածված։ Սկոչ ուրա։ Ազատը։ Ըստ առողջապահության նախարարության տվյալների, վիրուսի այս տեսակը վերջին տարիներին ամենավտանգավորն է։ Այսօր այսքանը, առողջ եղեք։ Գառնիկ ինչ ես անում։ Նենց եմ անում, որ տուն ոչ մի վիրուս չմտնի։ Եթե ես բարակվեցի ու ֆուտբոլ չգնացի, սաղիդ կսպարեմ։ Գառնիկ ինչի ես գնում։ Մեկը միշտ պարտվում են։ Սուզմնա չկրաս։ Ուզում ես ասես, մամայի պատճառով են միշտ պարտվում մերը։ Գառնիկ հիմա սենց պաշտպանվում ես վիրուսից։ Հեսա գնալու ես ստադիոն արագ վարակվես։ Իմ համար կարևորը հիմա չհիվանդանամ, որ գնամ խաղը նայեմ, իսկ հետո կարամ հիվանդանամ մեռնել։ Էսո՞վ։ Ո՞վ է։ Առաքիչն է։ Ինչ առաքիչ։ Վիրուսի առաքիչ։ Չէ, պիցայի առաքիչն է։ Ռուզան ինչ պիցա։ Ես քեզ փող էի տվել, որ ուտելու բան առնես։ Գառնիկ դե ալարեցի սարքել։ Գնաս տեղից։ Մեզ պետք է վիրուսով պիցա։ Վիրուսով չի, լիչինայով է։ Բաց դուրը Գառնիկ։ Չէ, որ բարձր վիրուսները կպզա դեմքիս։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հեսա մանր տամ։ Շնորհակալություն։ Տեսա որ փրշտած այդ փողի վրա։ Այդ մանրն ու պիցան բանակված են։ Արի տանենք վառենք։ Ինչի վառենք, պապ։ 1001 պիցա ենք ուտում։ Ռուզան, եթե վարակվել ես, հետո քեզ եմ վառելու։ Ռուզան, ես վարակվել ես։ Հա ոնց որ։ Ուրա սկոչը։ Ոյ, ինչ ես անում։ Բերանդ փակում եմ, որ չվարակվեմ։ Քշվել ես Գառնիկ։ Մոտիկ մի արի։ Ինչ ես խփում, լավ չեմ զգում ինձ։ Լավ արի, գիտես ինչ անենք։ Մտի բաղնիկ, տակ դուշ ընդունի, հետո արի պարկի լավ ծածկվի, քնի վաղը առավոտ ամեն ինչ կանցնի։ Բայց կօգնի։ Հաստատ։ Գառնիկ։
Գառնիկ ինչի փակեցիր դուռը։ Որ չվարակես ինձ։ Միջև չլավանաս, այդտեղից դուրս չես գալու։ Հենց հիմա բացի դուռը։ Կներես չեմ կարա։ Ես ի ֆուտբոլ գնալը վտանգի տակ չեմ դնելու։ Բացի դուռը։ Ռուզան ջան, դրան տակից ինչ պետք է կտանք։ Քո համար կուտես, հանգիստ կապրես։ Ձեռես առնում գառնիկ։ Հա բայց ինչ վատ տեղ ա։ Լողացի, կեր, գնա զուգարան։ Կամ կեր, գնա զուգարան լողացի։ Օրդ ոնց ուզում ես դասավորի։ Բացի դուռը թե ջաջեմ։ Լավ, հանգստացի, բացում եմ։ Բայց կհաշվես իրեքը նոր դուրս կգաս։ 1 2 Առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ վիրուսն ավելի է սաստկացել։ Բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տրվում մնալ տանը եւ արտաքին աշխարհի հետ շփումը հասցնել մինիմալի։ Ամերիկայի ձայնի հայկական ծառայության հետ բացառիկ հարցազրույցում հայազգի Ալիկնա, Գառնիկ, բարև։ Հաջող։ Խնդրում եմ օգներից, հիվանդացել եմ։ Գնա ձեր տուն։ Չեմ կարող։ Իրինան ասում է մինչև չբուժվես տուն չգաս։ Էսի։ Աբա ճիշտ է ասում։ Խնդրում եմ բաց դուռը։ Դուրսը շատ ցուրտ է։ Ես էլ 40 աստիճան տաքություն ունեմ։ Ինքս քեզ փաթաթվի տաքացի։ Գառնիկ, լավ էլի։ Հերու գնա դրան մոտից, թե չէ հենց հիմա կզանգեմ քաղմաս։ Մամյա, ջերմաչափ համիտենամ ինչքան տաքություն ունես։ Երեսունինը աստիճան տաքություն ունես, այդ տնաշեն։ Լուրջ ես ասում։ Այ ձեր ցավը տանեմ, ինչքան կարելի ասել, տակ հագնվեք էլի։ Բա ճիշտ եմ ասում, մամ ջան, համ դու ես տանջվում, մեզ էլ հետդ ես տանջում։ Հանգստացի Լևոն։ Աչքիս այդ վիրուսներից եմ վարակվել։ Դե եսի մեջ չգիտեմ։ Մամ ջան, քո համար թե եմ բերել։ Ոյ օպրես մորի ջան։ Ոյ, ես ինչ քաղցր ա, սիրտս խառնեց։ Բայց շաքար քիչ եմ գցել մեջը։ Խմի մի հատ։ Ընդհանրապես քաղցր չի։ Երբ վաղվա օրը գալու գնամ մոտիկից հերիք բխիտարանի գրկեմ ասեմ հենո ջան մերնեմ ես քույն ոտի մուսկուլներին։ Բայց 15 տարի ստաջնում չեմ եղել։ Կարող եմ մոռացել եմ ոնց են բալետ անում։ Давай, խփի դրա ոտերը ջարդի։ Դու այ համբար խեզնեի քարցույց տալիս։ Չէ, սաղ չոտքի հիշում եմ։ Պապաճկիս հիվանդացել եմ։ Ոնց հիվանդացել ես։ Մամայից եմ վարակվել։ Նիշը չի, բերանդ փագի։ Պապ տես չեմ կարա։ Հələ նայ որ էլի բերանը բացեց։ Լևոն, եթե ինձ շատ սիրում ես, խնդրում եմ, բերանը թագի ու մի երկու օր մի շնչի։ Այդ կողքիդ վիրուսոտ օդը քաշի մեջ է։ Պապ մի հատ նայ ջերմություն ունեմ թե չէ։ Մոտիկ չգաս, գրես ենակդ։ Պապ, վարակվել եմ։ Հանկարծ մոտիկ չգաս։ Պապ, ես ինչ ես անում։ Պաշտպանվում եմ։ Ես վախենում ես վարակվես։ Հա։ Դե մի
20,000 դրամ փող տուր, թե չէ կվարակեմ։ Փող չկա։ Ուրեմն կվարակեմ քեզ։ Մի հազա։ Ոտիկ չկաս թե չէ մազետ կխանձեմ։ Ազատ ես ի՞նչ ես դրել գլխիդ։ Իմ հորինած պաշտպանիչ դիմակն է։ Հակել եմ, որ չվարակվեմ։ Իսկ ես ի՞նչ ես հարթուքում։ Մամայի օգտագործած անձեռոցիկները։ Ազատ գժվել ես։ Հա ինչ, հեսա դնում եմ տուփի մեջ ծախեմ, ինձ փող ա պետք։ Մերը դրանցով քիթն է սրբե, բա որ վարակվես։ Սենց կպնելով չես վարակվի։ Այ որ այս անձեռոցիկները կսեմ աշկերիս։ Կամ բերանից։ Նոր կվարակվեմ։ Նենց որ հանգիստ, Ազատը գիտի ինչ է անում։ Կարնիկ։ Հա։ Ներս արի։ Չէ, վախում եմ վարակվեմ։ Մի ժամ առաջ հաց ու երշիկ էի ուզեւ որ բերես։ Սոված մեռա։ Սպասի կտամ։ Ես քեզ հաց։ Ես երշիկ։ Ես էլ դանակ, կտրիկ էր։ Բա չայը։ Մի րոպե։ Էս ինչա։ Ես տեղից թեյ կլսնեմ, դու կխմես։ Շաքարը նորմալ, հա։ Հայեր, գռնոն գալիս է։ Կարևոր առողջ եմ գնում ֆուտբոլ նայելու, սաղ հիվանդացան բացի այս տղուց։ Բարև պապա ջան։ Ենքով գնա, կարող է հիվանդ ես։ Չէ, հիվանդ չեմ, պապա ջան։ Վիլեն, քանի անգամ եմ քեզ ասել, ինձ պապա չասես։ Իմացա, որ գնում ես ֆուտբոլ, քո համար դրոշ եմ բերել։ Ատրաս։ Կլինի ես էլ հետդ գամ ֆուտբոլ։ Չէ։ Լավ էլի շատ եմ խնդրում։ Կնստեմ գիրկդ իրար փաթաթված կնայենք։ Վիլեն, գժվել ես, չէ։ Լավ, ուրեմն ես կնստեմ, հետո դու փափուկ իմ վրա կնստես։ Վիլեն, ասեցի չէ։ Լավ։ Հայաստանս այսօր հաստատ հաղթելու է։ Այժմ սպորտային լուրեր։ Այսօր Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց։ Պարտության պատճառը մեր հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խաղից առաջ անսպասելի հիվանդանալն է։ Նա չկարողացավ մասնակցել հանդիպմանը։ Ասում էի, չէ մի գնա, կրվելու են։ Կարնիկ ինչ է եղել։ Խաղից առաջ մոտիկացա Հենրիք Մխիթարյանին, ասեցի ստորագրություն վերցնեմ։ Պատակը փրշտացի վրեն վարակվեց չկարողացավ խաղին մասնակցի։ Բայց ինչ ա վիճակդ։ Սաղ ստադիոնը հարցակվեց վրես։
Մի կողմից էլ լավ որ սենց հիվանդացել ենք։ Վաղուց ընտանիքով իրար հետ չէինք հավաքվել։ Ու ամենակարևորը կարանք հանգիստ իրար վրա փռշտանք։ Հապ։ Վատ ես Ազատ։ Վատ ես Մարի։